Հայաստանի պատմության թանգարանում դեմ առ դեմ երկխոսում են հոգևոր մշակույթի էքսպոնատները։ Այստեղ ոչ մի դետալ պատահական չէ, սրահի առաստաղից կախված կոնստրուկցիաները ճիշտ եկեղեցու կամարների պես են։ Ճարտարապետի մտահղացումն է, ըստ նրա երկու սրահի է բաժանվել եւ ներկայացնում է վաղ շրջանի, այսպես ասած, կոթողները, եռանավ բազիլիկան։ Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան խորագրով ցուցահանդեսն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է Լուվրի թանգարանի հավաքածուի 16 գլուխգործոց։ Արևելաքրիստոնեական ժառանգության այս բացառիկ ցուցանմուշները համադրվել են պատմության թանգարանի 2 տասնյակից ավելի արժեքավոր առարկաների հետ։ Մենք համադրել ենք այն առարկաները քրիստոնեության, քրիստոնեական մշակույթի հետ կապված, որը ներկայացնում է հայրաքելական հավատքը եւ ընդհանուր արևելաքրիստոնեական աշխարհը։ Ներկայացված ցուցանմուշների աշխարհագրությունը լայն է Եգիպտոսից մինչև բյուզանդական կայսրություն ու Հայաստան։ Ցուցադրված են 4-ից 19-րդ դարն ընդգրկող նմուշներ, ապակու եւ փայտարվեստի օրինակներ, քարեքանդակներ, խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, նաեւ եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք եւ սրբապատկերներ։ Օրինակ Հովնան Մարգարեի տեսքով 4-րդ դարով թվագրվող այս բացառիկ գոբելենը երկխոսում է Գավառի Սուրբ Հովանես եկեղեցու վարագույրի հետ։ Անկրկնելի նմուշ է։ Պահպանվել է ոչ միայն գործվածքի մեծ մասը, պատկերները եւ այլն, այլ նաեւ այցելներ, որ գանք տեսնեն ինչքան լավ են պահպանվել նաեւ գույները եւ իհարկե սա տեսնելու բան է, պարտադիր տեսնելու, որովհետեւ այն ոչ միայն քրիստոնեական արժեք է ներկայացնում, այլ առհասարակ մշակութային պատմական կարևորագույն նշանակություն ունի Եգիպտոսից է։ Հռչակավոր ֆրանսիական թանգարանի յուրօրինակ քրիստոնեական ցուցանմուշներից մեր երկրում է նաեւ 14-րդ դարով թվագրվող Կիպրոսի սրբապատկերը։ Նրբությամբ են արված բոլոր պատկերները, գույները, որ մոտենում ես, քեզ մոտ տպավորություն է, որ Մարիամ Աստվածածնի հագուստը դու կարող ես շոշափել։ Իսկապես բացառիկ գեղեցկության նմուշ է, ինչպես նշում են մեր Լուվրի մասնագետները, հավանաբար հենց բյուզանդացի վարպետներն են արել, երբ որ Բյուզանդիայի կործանումից հետո տեղափոխվել են Կիպրոս եւ այնտեղ էլ շարունակել են այդ գեղեցիկ ավանդույթը։ Առանձնակի կարևորությամբ է ներկայացված նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի մասունքարանը։ Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի եւ քրիստոնյա արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։